Elefantes, sí. Mono, sí, mono. Búho. Asma, sois turete. Pato, sarrafa. Donati. Muy bien. Un animal. ¿Qué animales? Matut sovakane. Siempre será. Ողջույն, հիմա կասակել են գնացել ու կորել է։ Նախ բոլորիդ բարի օր եմ ցանկանում, լավ հագեցած օրվա շարունակություն, ու ես հիմա գնում եմ աշխատանքի երեխաներին 2 շաբթի է։ Վազը տարել եմ դպրոց ու շտապում եմ, որպեսզի ավտոբուսից չշանամ։ Հետո կասեմ ինչու այսքան, այսինքն սկզբի 3 օրը ընդհանրապես տանը ինտերնետային կապը լավ չէր, մեկ օր հետո եկան միացրեցին, հետո նորից տանը ինտերնետ չունենք, եկա արագ ասացի տանը ինտերնետ չունենք, եկան միացրեցին հաջորդ օրը, իսկ եւ այդ գնալն ու նորից անջատվելը մեկ եղավ, ու այսպես 2 օր մնաց։ Արդեն ռիթմիցս ընկա, հետո տանը այնպիսի քաոս է, դեռ խելքի չենք եկել։ Ճիշտ է դասավոր ենք, բայց բերել ենք ընդամենը մեր տան եղածի 1-2%-ը, այդպես պարզվեց, այս մի շաբաթը դեռ դուրս բերում ու դրան գումարած դասավորել է, խոսքով վլոգի ժամանակ չկար ընդհանրապես սիրելիներ, բայց վերջ նորից կսկսենք, վաղվանից հետևաբար վլոգը կդուրս գա, դուք էլ կտեսնեք, նոր եմ տեսնում կարմրած եմ, արագ գնացել ավտոբուսի քարտն եմ լիցքավորել, հետո վազել եմ տուն, երեխաներին եմ վերցրել, այսպես կարմրած, եկել նստել եմ, այս 5 րոպե կսպասեմ ավտոբուսին ու արդեն վերջ կգնամ աշխատանքին սիրելիներս, ժպտացի, հիշեցի, որ ռեզիները չեմ դրել դիմացի, ոչ թե ծուլանում եմ, այլ ուտելու ընթացքում որ հանում եմ, հետո մոռանում եմ, որ պետք է դնեմ, գետնևի հատվածինը դնում եմ, դիմացինը մնում է։ Այս էլ էսպես ես լավ օրվա շարունակություն, այո կարող եք ինձանից նեղանալ, որովհետև ձեզ այս քանի օրը մեր մեջ ասած աչքաթող է յարել, բայց վերցրելն ես, արդեն կընկնենք հունի մեջ։ Առաջի օրերիկը չէր հարմարվում, առաջի օրը մեր ձեռքը բռնել, գիշերը չէր քնում ոչ մի կերպ, մեր սենյակից տատիկի սենյակ, իր սենյակ, ի վերջո առաջի գիշերը լացով, հետո արդեն սովորեց, երկրորդ օրը ոչինչ, հիմա արդեն քնում եմ։ Գնամ անցնեմ գործերի, ձեզ լավ օրվա շարունակություն եմ ցանկանում, ընթացքում նորից կմիանամ ձեզ։ Ասեմ մամա, մի հատ ասեմ մամա տամ։ Մամա։ Դե վեր բացեմ, վեր, արի, ուր է։ Բայց ես մատիկով չի լինում, էրիկ, եղավ, չէ, պասի, երեխաների հացը պատրաստեցի, գնամ իրենց ետևից, արդեն 2 ժամ է տանն եմ, գնացի, դպրոցից վերցրեցի, գնացին անգլերենի, հիմա գնում եմ վերցնեմ, ընկերուս երեխային է պետք է վերցնեմ, ասաց պարապունք ունի, կսպասեմ այգում, մինչև ծնողը կգա ետևից, ես էլ գնամ բալիկներից բերեմ տուն, մինչև այդ կթողնեմ քիչ կխաղան, որովհետև երեխան էլ է, ընկերուհուս աղջիկն էլ է մեզ հետ լինելու, ասաց չէ տուն չեմ ուզում, թող այգում խաղա, մինչև ես կվերջացնեմ ծնողական ժողովը կգամ կվերցնեմ, ասացի լավ, դա այն ծնողն է, որ ինքն էլ միշտ Վիկտորիայից տանում է ջութակի, այդպես իրար օգնում ենք,
ուվա հենց տենում եմ, որ միացնում եմ, անմիջապես անջատում եմ։ Սիրելն այստեղ ամբողջովին այսպես չենք դասավորվել, այստեղ դեռ թափրտված է, այս հատվածը նույնպես դեռ, բայց հիմնականում այսպես արդեն դասավորվել ենք, ետնամասում դեռ բաներ կա դասավորելու, բայց հիմնական բաները վերջացրել ենք։ No, չես կարա գնաս, no, vamos, ¿dónde está uva? Uva, apris, y oso, tortuga, sí, 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 tortuga, uva, sí, pelota, sí, sí, mermelada, oso, pato, ¿y ese? Sí, muy bien. Սիրելա կմնա այստեղ մինչև համոզենք ուրիշ բան անենք։ Aman, Eric, ¿dónde está la letra E? ¿Dónde está E? Letra E. Letra M. Ay, mamá, gracias, mamá. Ոյ, կեղտոտ ճարիկդ վկա, որ ճաշիկը չկերավ թապվելով վրեն կեղտոտվել այս մոճակի, մամա, ալո, գատո, ավյոնը ուրա ավյոնը, si, libro, ուրա libron, Eric, հա, si, avión, y libro, avión. Y robot. Sí, A, es la letra A. Avión. Զիններս ինչպես տեսնում եք, մենք այստեղ շինարարական խանութում ենք։ Մեկ երկու գնումներ ունեմ անելու, մանր, մեծ, միջին ու ձեզ հետ կիսվենք։ Ճիշտ ասած, այսպիսի բան է մեզ պետք, բայց մտածում ախր սա կժանգոտի ընթացքում է, չգիտեմ ոնց անեմ։ Աղջիկներս ինձ պետք է վարակույր, որը կարող ես հանել լվանալ ու նորից կախել։ Ինձ թվում է սա է։ Սա կամ սա, որ գույնը վերցնեմ, երևի սա։ Ինձ թվում է սա վերցնենք։ Այս մյուսի արժեքն է չկա գրված, որ հասկանամ ինչ արժի է։ Այստեղ է կանանչ գույնն է, բայց ես կանանչը չեմ ուզում։ Թե կանանչը վերցնենք, եկեք ավելավ է սա վերցնեմ, որտև նամի տեսակ շատ շուտ կկեղտոտվի, իսկ սա չէ։ Ես լոգարանի համար սա վերցրեցի, մուգ կանանչ է։ Իհարկե լավ կլիներ, բայց այն կատնագույնին որ կար, բայց տեսակ չգիտեմ, նա շատ շուտ կեղտոտվեր, ավելի լավ է սա։ Ոչինչ որ այսպես մի փոքր գույները չի համատեղվում, բայց ավելավ է սա լիներ, քան թե կախատոպը կարծում եմ, որ սիրուն համատեղվել է ցնցուղի հետ, այսպես, այստեղ դեռ հայլին պետք է գա, Արտուր Ամազոնից է պատվիրել, լրացուցիչն այվ իր մեջ դարակներ է ունենալու, դա էլ կարծեմ ամսի 18-ին պետք է գա, այստեղ դեռ կիսատ է։ Այս հատվածում պետք է դիմացի մասում օդորակիչ դնի փոքրիկ,
հոսանքով է միանալու, այսինքն եթե լույսը միացնես, միանգամից պտտվելու է, որ օդը մաքրվի, դրա համար սա թողել է, այն օրը ես ասում Արտուր, սա ինչի համար է, ասում է, օդորակի չիլարն է, որ այսպես տանը միացնա, դեռ այստեղ ավելի նորություններ չկան, այստեղ էլ խոհանոցի վարակույրի հետ է խնդիր, քանի որ տեսեք պատուհանը այն մի ծայրից այս մյուս ծայրն է, ամբողջությամբ է, ներքևի հատվածում գազօջախն է, հիմնակ այլ չէին կարող ավելի ներս անցքահանել, որպեսզի երկարությամբ լիներ, վարակույրը ես չեմ ընտրել, հետևաբար սխալ են գնել, այսինքն պետք էր գոնե ավելի կարճ լինել այսպես, կարող էինք գոնե միջև այստեղ բերել, այսպես կարճության կլիներ ու գազօջախին չէր խանգարի, բայց այս պարագայում այսպիսի տեսք է ստացել, դե լավ ասացի թող մնա, այսօր է կախել Արտուրը, գոնե հարևաններին այսպես մեկս մյուսին անընդհատ չենք տեսնի, միջև որ նորը կգնամ, այսօր գնացի Լերոյ, մոռացա այնտեղ նայել, կարճը ասացի կլինի այնտեղ հաստատ, բայց մոռացա, գոնե այ այսպես լիներ, այ այս հատվածից կարծում եմ, որ իդեալական կստացվեր, աղջիկներս հատուկ ձեզ համար վեր եմ կացել, որպեսզի վլոգը շարունակեմ, դրա համար աչքես այսպես կարմրած, որպեսզի վլոգը շարունակեմ ու փոքր զրուցամ ու վերջապես վլոգը դուրս գա, որովհետև 2-3 օր այսպես փոքրիկ նկարում եմ ու մնում է, բայց եթե անկեղծ լինեմ չեմ տեղադրել, որովհետև սկզբի 2-3 օրը ինտերնետային կապը լավ չէր, որովհետև հին տանից պետք է այստեղ բերեին մինչև հաջորդ օրը եկան ներբեռնեցին, աշխատող օրանժի գնաց, գնալն ու 5 րոպե հետո կապը ընդհատվելը մեկ եղավ, մինչև այդ Արտուրի մոտ փորձել էր, աշխատում էր, հետո Արտուրը զանգահարում է, չի պատասխանում, դա էլ արդեն ուրբաթ օր է, բնականաբար շաբաթ կիրակի հետո, դրա համար ես էլ այսպես նեղվեցի ու վլոգներս կիսատ մնաց ու հետո անկեղծ լինեմ, այստեղ մի բան կա, այնտեղ մի բան կա, մանավանդ կոշիկները, այսօր կոշիկների պահարանը գնեցինք, դա է չափում բավականին մեծ է, ցույց եմ տվել Լերոյային դարակներով, 3 շատ մեծ դարակներ է և կողքնել միջին չափի այսպես քառակուսիներով դարակներ, որ դու կարող ես փոքրիկ պայուսակ, բանալի, մեկական կոշիկներ այդպես դնել, վաղը Արտուրը դա կանի, այս ամիս բոլորս ենք հոգնել, նաև Արտուրը, որովհետև ինքը նաև առանձին գործ է անում, հետո գալիս էր այստեղ տաններ գործանում ու այն որ ամեն մեկս յուրովի հոգնել ենք, ինձ վրա էր դա երևում, մամայի վրա էլ, դա երեխաներին ավելի շատ հարմարվելն էր, Քրիստինան լավ հարմարվել է առաջին իսկ օրվանից քնում է շատ հանգիստ իր սենյակում, Էրիկը արդեն քնում է պլանավորածի պես այդ սենյակում, առաջի օրը քնեց բոլորիս մոտ ես կասեի, որովհետև տեղը չէր գտնում, լաց էր լինում, որ հասկանում է, որ այն տունն է ուզում, դա նոր էր երեխայի համար, դա անհասկանալի տեղ էր, երկրորդ օրը ոչինչ, երրորդ օրվանից արդեն քնեց, հիմա արդեն 3 օր է փորձում ենք սենյակում Քրիստինայի կողքը, երկուսին առանձին մարճակալ եմ գնել, սիրելիներս այսպես տունը դեռ չեմ ուզում ցույց տալ, ուզում եմ բան այն պակաս կահույքները գա լրացվի, դասավորվի, հետո նոր ձեզ հետ կկիսվեմ 3 այն հին տան վերջին մնացած մասնիկն ենք բերել մեր պարագաներից, կոշիկներն էր մնացել 3 վերջինը ու վերջ, բնականաբար այնտեղ տոպրակ, այստեղ տոպրակ է ու այսպես չեմ ուզում բանացի այս հատվածը փոքր ինչ կա ինչպես որ պետք է լինի այդպես դրված է, այս 2-3 հատվածները պետք է տեղավորվեն, դեռ
զալի այն ճաշասենյակային վերևի հատվածը կախված չէ դրա համար, որ չկոտրվի, այստեղ ենք թողել։ Ահա, այս հատվածում այսպես է սիրելիներս, մաքսիմալ ինչքան որ կարողացել ենք, փորձում եմ սա ոչ շատ օգտագործել, չեմ սիրում, չեմ նախընտրում ես այդպես, հատվածում էլ այսպես եմ, դե երբ որ արդեն այսպես ասած ընդհանուր տունը ցույց կտամ, ձեզ հետ կկիսվեմ։ Աղջիկներս թաքուն եմ խոսում, քնած եմ բոլորը ու չեմ ուզում գնալ ճաշասենյակ, որպեսզի չարթնանան։ Փորձեցի, ասացի մի փոքր գոնե միացնեմ, ի վերջո կտեսնեք, կտեղեկանաք, պատճառը սկզբում ինտերնետային կապներ, հետո արդեն այսպես ինչ-որ մի հատ ալիք եկավ, որ դու ոչ թե ցանկություն չունեի, այլ ամենաշատ ունեի, բայց ժամանակի սուղ լինելու դրան գումարած, որ տեսնում էր այդ չդասավորված վիճակը, մի տեսակ ասում էր լավ չէ, այս 1-2 օրը ու չեք պատկերացնում, 1-2 օրը կլինի օրինակ 1 շաբաթ ու ավել։ Վաղվանից վլոգները կվերսկսեմ, նորմալ ինչպես որ հարկն է, ասել եմ չէ, եթե կարողանամ ամեն օր, եթե չէ շաբաթվա մեջ գոնե 3 անգամ կտեղադրեմ։ Այս պարագայում կարող է եւ ամեն օր չկարողանամ երեխաների հետ դասավորել, թեպետ արդեն եմ վերջնական փուլն է, ուղղակի պահարանի մի հատվածը դեռ չի եկել, տեսնենք դա երբ կգա, որպեսզի վերջնական այն ամեն ինչը, որ երեխաների սենյակում է, դա գոնե դասավորվի։ Դա էր այդպես ելնես, այնպես որ մենք լավ ենք, ամեն բան լավ է, շնորհակալ եմ անհանգստանալու համար, որոնց մեկնաբանությունները, որ ինձ մոտ ցույց է տվել, պատասխանել եմ, հուսամ տեսել եք իմ գրածները, եւ սիրելիներս, եկեք այսքանը վրաժեշտ տամ բոլորիդ, բարի գիշեր մաղթեմ, ասեմ, որ ձեզ շատ սիրում եւ գնահատում ու հարգում եմ, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, եթե դուր է գալիս իմ ալիքը կխնդրեի բաժանորդագրվել, սեղմել զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ նոր վլոգները։ Մնացեք բարով եւ խաղաղությամբ, բարի գիշեր։